Բարի օր, սիրելի ռադիոլսողներ, այսօր Դելգահայ ռադիոյի եթերում մեկնարկում ենք նոր հայրենաճանաչ հաղորդաշար, որը կոչվում է «Կանչ»։ Ես Սյուզաննա Բարեղամյանն եմ, Բրյուսելի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի տնօրենը, իսկ ինձ հետ հաղորդումը կվարի Լիլիան։ Բարև ձեզ, ես Լիլիան եմ, 12 տարեկան, ապրում և սովորում եմ Բրյուսելում։ Կանչ հաղորդաշարի յուրաքանչյուր թողարկում նվիրված կլինի մի թեմայի։ Այդ թեմայի միջոցով միասին կբացահայտենք Հայաստանը, կծանոթանանք հետաքրքիր փաստերի հետ, կուսումնասիրենք հայերեն գեղեցիկ ու իմաստալից բառեր և իհարկե կլսենք թեմային համապատասխան փոքրիկ երգ։ Իսկ մեր երաժշտական բառարան կբացահայտենք տարբեր երաժշտական տերմիններ։ Հաղորդաշարի գաղափարի և երգերի հեղինակը ինքս եմ։ Լիլիա ջան, կներկայացնես այսօրվա թեման։ Իհարկե, այսօրվա թեման է հայրենիքի կարոտը։ Տիկին Սյուզաննա, մինչ թեմային անցնելը գուցե մեր ունկնդիրներին ներկայացնենք այսօրվա երգը։ Սիրով, եկեք մեր հաղորդումը սկսենք երգով, որը կոչվում է «Կարոտ»։ Շատ գեղեցիկ երգ է տիկին Սյուզաննա, մի փոքր տխուր, բայց շատ ջերմ։ Լիլիա, քո կարծիքով ինչ է կարոտը։ Կարոտը մի զգացում է, երբ ուզում ես ինչ-որ տեղ կամ ինչ-որ մեկի մոտ լինել, բայց չես կարող։ Իսկ հայրենիքի կարոտը։ Կարծում եմ դա այն է, երբ մարդը հեռու է իր երկրից, բայց միշտ մտածում է նրա մասին։ Հիշում է իր ծննդավայրի առավոտները, այգիները, ծառերն ու թռչունների երգը։ Այո, հայրենիքի կարոտը շատ քաղցր զգացողություն է։ Այդ կարոտը զգում են նույնիսկ այն հայերը, ովքեր երբեք չեն եղել իրենց հայրենիքում, բայց Հայաստանը համարում են իրենց հայրենիքը։ Հայաստանը աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի հայրենիքն է։ Այրող կարոտի զգացումով համակված նրանք հաճախ են այցելում Հայաստան և մեծ հրճվանքով ու հոգու զմայլանքով շրջում իրենց գողտրիկ տեսարժան վայրերով։ Հենց այդ կարոտն է իր ամբողջ խորությամբ նկարագրված հայ մեծագույն գրողներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի «Մնացի կարոտ իմ հայրենիքին» ստեղծագործության մեջ։ Մնացի կարոտ իմ հայրենիքին, օտար աշխարհում լուռ թափառական,
կարոտ մայրենի սրտագին խոսքին, մնացի մենակ, խեղճ որբի նման։ Լիլիա ջան, իսկ դու գիտես ով է Ավետիք Իսահակյանը, ծանոթ ես նրա ստեղծագործություններին։ Այո, Ավետիք Իսահակյանը հայ գրականության ամենասիրված ու ազդեցիկ դեմքերից է։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններ դարձել են դասականներ։ Նա գրել է հայրենիքի, ժողովրդի ճակատագրի, սիրո մասին, երկար տարիներ ապրել է հայրենիքից հեռու և նրա այդ շրջանի գործերում շատ ուժեղ է արտահայտված հայրենիքի կարոտը։ Ավետիք Իսահակյանի ամենահայտնի ստեղծագործություններից են Աբուլ Ալա Մահարի փիլիսոփայական պոեմը, որը համարվում է նրա գլուխգործոցը, Մայրիկիս սիրո և կարոտի բանաստեղծությունը, Ես սիրեցի աչքերը քո քնարական սիրո ստեղծագործությունը, Հայաստան հայրենիքի կարոտի մասին բանաստեղծությունը, Լիլիթ անհասանելի սիրո թեմայով գործը։ Սիրելի ունկնդիրներ, իսկ ձեզ համար ո՞րն է Ավետիք Իսահակյանի ամենասիրված ստեղծագործությունը։ Գուցե ես չնշեցի այդ։ Վերադառնանք մեր երգին։ Ես կընթերցեմ երգի տեքստը, որից կառանձնացնենք գեղեցիկ բառեր, լավ։ Կարոտ։ Առավոտ լուսո վաղորդյան ցողին, պարտեզի ծառի վերին կատարին, ամեն օր թառած մի թռչուն, երգ է գեղգեղում, նուրբ քաղցրահնչում, բարի խաղաղ օր մաղթում բոլորին, լուսո առավոտ վաղորդյան ցողին։ Օտար այս երկրում մի մեղեդի ծանոթ, որ լսում է իմ հայրենիքում, դժվար օրերին թախծոտ էր հնչում, բայց հույսն էր շնչում ու Աստված կանչում։ Բարի խաղաղ օր մաղթում բոլորին, լուսո առավոտ վաղորդյան ցողին։ Ու խառնվում էր երգը թռչնակի, հայի երգի հետ և աղոթքների, երկինք բարձրանում, օրհնություն հայցում, որ խաղաղ ապրի հայը իր երկրում։ Բարի խաղաղ օր մաղթում բոլորին, երգ է գեղգեղում իլուր աշխարհին։ Ահա, Լիլիա, որ բառերը կառանձնացնես մեր ունկնդիրների համար։ Վաղորդյան, շատ վաղ առավոտ, երբ օրը նոր է սկսվում։ Ցող, փոքրիկ ջրի կաթիլներ, որոնք առավոտյան փայլում են խոտերի վրա։ Գեղգեղում, մեղմ ու գեղեցիկ երգ, քաղցրահնչյուն, հաճելի ու մեղմ ձայն։ Շատ գեղեցիկ բառեր ընտրեցիր, Լիլիա ջան, դրանք երգը դարձնում են ավելի տպավորիչ ու հուզիչ։ Տիկին Սյուզաննա, մեղեդի դա նաև երաժշտական տերմին է, չէ՞։ Այո, այժմ մեր երաժշտական բառարան բաժնում կխոսենք հենց մեղեդի բառի մասին, որպես երաժշտական տերմին։ Մեղեդին երաժշտության այն հատվածն է, որը մենք կարող ենք հեշտությամբ հիշել և երգել։ Դա հնչյունների հաջորդականություն է, մեկը մյուսի ետևից։ Երաժշտական ստեղծագործությունը նվագվում է տարբեր գործիքների միջոցով, միաժամանակ կամ մի գործիքի վրա մի քանի նոտա իրար հետ։ Իսկ մեղեդին դա հիմնական թեման է, մեկ ձայնով երգվող, որը առանձնանում է մնացած հնչյուններից։ Օրինակ, կարող ես երգել Տիգրան Մանսուրյանի «Կտոր մը երկինք» ստեղծագործության մեղեդին։ Այո, լա 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 լա։ Շատ ապրես, այդ ստեղծագործությունը կատարվում է տարբեր երաժշտական գործիքներով, իսկ մեղեդին դու կարող ես ուղղակի երգել։ Հայերենում այն անվանում են նաև եղանակ։ Այո, դա այն է, որ լսելիս ուզում ես շշնջալ։ Մեղեդին կարող է բարձրանալ, իջնել, շարժվել ալիքաձև, և հենց դա էլ երգին հաղորդում է իր տրամադրությունը՝ տխուր, ուրախ կամ արագ, դանդաղ։ Պարզ է։ Եկեք ևս մեկ անգամ լսենք երգը։ Հիմա, երբ արդեն սովորեցինք բառերը ու գիտենք մեղեդու նշանակությունը, կարող ենք ավելի ճիշտ ընկալել այն։ Ա
Այո, երգի մեղեդին իսկապես ինձ տանում է դեպի Հայաստան, շատ պատկերավոր է, հրաշք տեսարան, վաղ առավոտ, պարտեզ, թռչնակի երգ, այո, հուզիչ է Լիլիա ջան, դե ինչ, ամփոփելով այսօրվա հաղորդումը ասենք, որ ուսումնասիրեցինք, թե ինչ է հայրենիքի կարոտը և ինչպես այն կարող է լինել մի քիչ տխուր, բայց քաղցր, խոսեցինք Ավետիք Իսահակյանի մասին, իմացանք, որ գեղեցիկ բառերի օգտագործմամբ կարող ենք երգի մեջ արտահայտել մեր զգացմունքները և իհարկե, թե ինչ է մեղեդին և ինչպես է երգին տրամադրություն հաղորդում։ Սիրելի ունկնդիրներ, մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։ Մինչ նոր հանդիպում և բարի խաղաղ օր բոլորիդ։